Հակոբյան, Մալխաս, Ջինդոյան, Հարութ, Ստեփանյան, Դավիթ, Մանուկյան, Արտուր, Խաչատրյան, Ստեփան, Գյոզալյան, Հենրի, Եղոյան, որը դարպասապահն է, Մատվեյ, Կիրսանով, Բերդրանտ, Նֆորմի, Արեն Հովանեսյան, Տիգրան Տիգրանյան, Արտյոմ Բաղդասարյան, Սուրեն Գրիգորյան, Վահե Կարապետյան։ Ուելսի հավաքական։ Հովանես Թովմասյան, դարպասապահն է, Դավիթ Առաքելյան, Չուֆաջյան Տիգրան, Գրիգոր Քաչոթյան, Թովմաս Սարգսյան, Արման Խաչատուրյան, Վահե Եղիազարյան, Հարություն Ալեքսանյան, Գարպիս Նալբանդյան, Գարիկ Սարգսյան, Տիգրան Հակոբյան հանդիպումը մեկնարկած է Բրազիլիայի ֆուտբոլիստներն են գնդակով, Գոր Բադալյան, Ստեփան Արությունյան, Հարություն Մելքոնյան, Վլադիմիր Ուլուխանյան։ Հանդիպումը մեկնարկեց դեղին կապույտ մարզահագույցով կգործի Բրազիլիայի հավաքականը, իսկ մուգ կարմիր մարզահագույցով կլինի Ուելսի հավաքականը։ Մեզ սպասում է շատ դիտարժան և հետաքրքիր հանդիպում։ Եվ երկու թիմերն էլ այսօր իհարկե պայքարելու են 3 միավորի համար։ Հանդիպումը խաղարկեցին գնդակը ֆուտբոլիստները, բայց Բրազիլիայի հավաքականը վերցրեց նորից գնդակ և նրանք են գնդակով։ Բրազիլիայի հավաքականը նախորդ տուրում հանդիպեց Անգլիայի հավաքականին և հաղթեց 3-2 հաշվով։ Իսկ Ուելսի հավաքականը հանդիպել էր Կուբայի հավաքականին և հաղթել էր 3-0 հաշվով։ Մրցաշարային աղյուսակում Ուելսի հավաքականը երկրորդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Իսկ ահա Բրազիլիայի հավաքականը վեցերորդ հորիզոնականում է, Ուելսի հավաքականը 6 միավոր ունի, 2 խաղ, 2 հաղթանակ, իսկ Բրազիլիայի հավաքականը 1 հաղթանակ, 1 ոչ ոքի։ Կար ոչինչ, պետք է շարունակել հանդիպումը, Ուելսի ֆուտբոլիստներն են գնդակով։ Եվ փոխանցումը լավը չէր, խլեցին բրազիլացի գնդակը, բայց փոխանցումն էր թույլ։ Նորից գնդակը դարպասապահի մոտ է, Թովմասյան, ուժեղ հարված առաջ, Խանյան, Վաչեր, և այստեղ կանոնների խախտում արձակվող թիմի կողմից։ Այստեղ ինչ է եղել։ Եթե ճիշտ եմ նկատում, Հարությունյանն է։ Ուելսի հավաքականի 28 համարը։ Հարությունյանը չէր, Մելքոնյանն է։ Ինչևէ, ամեն ինչ բան կարգին է Ուելսի հավաքականի 28 համարի հետ։ Երազանց պաշտպանվեցին այս դրվագում բրազիլացիք և եզրից գնդակը խաղի մեջ կնետեն։ Ուելսի ֆուտբոլիստները ոչ տուգանային է փաստորեն, այստեղ մաքուր չէր խլել գնդակը։ Ընտրոնով գերազանց էր, բայց այստեղ չհասավ։
Գնդակին և անկյունային կլինի։ Արկեցին անկյունայինը Սարգսյան բարձրից արված էլ տեսանք դարպասին։ Բայց տեղում էր դարպասապահ Բրազիլիայի հավաքականի ևս մեկ անկյունային կլինի։ ԵՒս մեկ բարձրից փոխանցում։ Գնդակը Բրազիլիային է։ Արկեցին։ Կեսրայինը գեղեցիկ ազատվեց Բրազիլիայի 8 համարը և սկսում է իր թիմի նոր գրով։ Անցումը նորից թույլ էր, բայց խաղանկերը ուղղեց սխալը։ Վերջում մնացին գնդակով բրազիլացիք։ Եվ շարժում են առաջ, բայց թույլ չտվեցին նորից Ուելսի պաշտպանները շրջանցել նրանց կարողացան բրազիլացիք։ Եղանակը իհարկե ոչ բարենպաստ է ֆուտբոլ խաղալու համար, բայց ինչևէ պետք է խաղալ։ Հերվից արված դարպասապահը փրկեց։ ԵՒս մեկ հերվից արված հեռացրին պաշտպանները։ Կարող է արագակագրով տեղի ունենալ։ Այն ինչ լավ է ավարտվում։ Արկեցին տուգանայինը, բրազիլացիք։ Լեչին Ուելսի պաշտպանները և դուրս են գալիս հակագրոհի։ Լավ պաշտպանվեց այս դրվագում Բրազիլիան։ Թույլ չտալով արագ հակագրոհ։ Գեղեցիկ էր։ Տուգանային է իրացնելու Ուելսի հավաքականը։ Բարձրից հեռացրին պաշտպանները, ներողություն, դարպասապահը հեռացրեց գնդակը, բայց արագ հակագրոհ չտեսանք այստեղ։ Ուելսը նորից գնդակով, արվածներ դարպասին քիչ ենք տեսնում։ Փորձեր արվում են, բայց դարպասի ուղղությամբ դեռ շատ հարվածներ չենք տեսնում։ Հանդիպման 9-րդ րոպեն է մեկնարկում, 0-ներ։ Ուելս Բրազիլիա տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն է։ Մեգալիգայի եթերում։
Ուրելսի հավաքականը պաշտպանություն գնդակ և շարժում են առաջ, բարձրից, նորից դարպասապար դուրս եկավ և բռունցքներով հեռացրեց գնդակը։ Չկա, այստեղ ոչինչ, պետք է պայքարել և խախտում։ Կար խախտում այստեղ Բրազիլիայի 11 համարի կողմից։ Դադարեցվել է հանդիպումը գնդակը նաև Սաբարը փոխում։ Ի վերջո թույլ տալիս է շարունակել հանդիպումը բարձրից փոխանցում դուրս էր եկել գնդակը, այո։ Արված պասից տեսնենք։ Նորից խաղարկեցին գնդակը բրազիլացիք։ Ստանդավոր կարող է ստացվել, բայց Բելգիայի դարպասապահը Լավ ներմտաղացումը կորցրեցին գնդակը, բայց այստեղ էլ ուժեղ էր փոխանցումը։ Եվս մեկ հարված դարպասից։ Բացրից խաղարկեցին գնդակը։ Չվերջ պայքարեց գնդակի համար Ուելսի 4 համարը։ Գնդակը մնաց իր թիմի կազմում։ Ես Ռից Ուելսինն է գնդակը։ Հարկում են Ուելսի տղաները պաշտպանությունում գնդակը Թովմասյան։ Արությունյան թողեց խաղանկերոջը գնդակ և աչթևով փոխանցում։ Հեռացրին Բրազիլիայի պաշտպանները գնդակը։ Երկրորդ տեմպով մեկ հպումով շատ գեղեցիկ էր մտածված, բայց նորից պաշտպանները հեռացրին։ Բարձրից և այստեղ ձեռքով էր խաղացել Ուելսի արձակվողը։ Ստեփան Հարությունյանն էր այդ դրվագում։ Շատ վտանգավոր էր, բայց նարպասապահը նորից տեղում էր, անկնայինք կլինի։ Բարձրից և նորից նարպասապահին է գնդակը ձեռքով նետեց դեպի դաշտի կենտրոն։ Ռաքելյան, Հարությունյան։
Սուլել էր մրցավարը։ Վեսից ֆուտբոլիստ կա։ Պոտածասկին։ Այսպես կարողանում շարունակել հանդիպումը Վեսի 55 համարը և ոտքն է վնասել։ Ակելյան, ակստևով շարժում առաջ, գեղեցիկ էր մտածված, բայց նորից եզրից գնդակը Ուելսինն է։ Ախտում Բրազիլիայի հավաքականը խախտեց նորից կանոնները։ Գրոում է հիմա Բրազիլիայի հավաքականը, դարպասածողն է պրկում ևս մեկ հարված բացված է հանդիպման հաշիվը։ 1-0 Բրազիլիայի հավաքականը հանդիպան 17-րդ րոպեին բացում է հանդիպման հաշիվը։ Բրազիլիայի 10 համարն է դառնում գոլի հեղինակ։ Այսպես ֆուտբոլում չգրված օրենքը նորից աշխատում է և Բրազիլիան սպասեց 17 րոպե և առաջին իսկակագրով բացվում է հանդիպման հաշիվը։ Այս գնդակով իհարկե ավելի հետաքրքրացնում հանդիպումը, ու այս ավելի շատ է ուժեր կենտրոնացնելու հարձակման վրա։ Փորձի իհարկե շատ արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը մինչև խաղակեսի ավարտը։ Հիշեցնեմ, որ խաղակեսի ավարտը մնացել է 7 րոպե։ Ակելյանն էր փորձում աջ տևով մտնել Տուգանային հրապարակ, չստացվեց։ Ես հարված առաջ։ Ախտեցին Ուելսի ֆուտբոլիստները, այսպես ըստ մրցավարի Ուելսի ֆուտբոլիստներն էին այս դրվագում մեղավոր։ Խաղարկեցին գնդակը և կորցրեցին գնդակը, Հարությունյան շարժում առաջ, վերջի վայրկյանին գերազանց սահմման է դիմում Բրազիլիայի 22 համարը, որը նոր է, թարմ է։ Ակելյանն է իրացնելու անկյունայինը։
Բարձրից ուժեղը, շատ ուժեղ էր այս փոխանցումը։ Ռիսկային է հիմա Բրազիլիա հավաքականը դուրս գալիս պաշտպանությունից, բայց սա արդարացված է ռիսկը։ Let's նորից Ուելսը և հավասարեցնում է հանդիպման հաշիվը։ Ուելսի 99 համարը։ 1-1։ Եթե ճիշտ եմ նկատում Ուլուխանյանն էր։ Շատ արագ Ուելսի հավաքականը վերադառնում է խաղ և հավասարեցնում հանդիպման հաշիվը։ Գործեցին այստեղ պաշտպանները, բայց նֆորմին, Բերտրանդ նֆորմին չասավ գնդակին։ Եվ այստեղ դեղին կստանայի, իհարկե կար։ Ախտում։ Արդրից նֆորմին հեռացրեց գնդակը և դուրս է գալիս հակագրոհի Բրազիլիա հավաքական աջ թևով։ Լավ պաշտպանվեցին Ուելսի տղաները և Հովանեսյանը կհասնի, ասնում է գնդակին, բայց շատ լավ է գործում այստեղ Ուելսի պաշտպանը, փոխանցումը լավը չէր։ Առանց կենտրոնի հանդիպմանն ենք հիմա ականատես լինում։ Բախ, անգ է առել հասկանալու ի վերջո ուր է հայտնվելու գնդակ անկնային, իրասնի Բրազիլիայի հավաքականը։ Բարձրից։ Երկրորդ տեմպով է շարունակվելու հարված շեղը։ Հովմասյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Գեղեցիկ էր Առաքելյան։ Կենտրոնով Ուելսի հավաքականը գրոհ է կատարում և շատ վտանգավոր դիրքում։ Ուգանեին է վաստակում։ Ուելսի հավաքականը։ Երկար են նախապատրաստում այս տուգանայինին։
Ուելսի տղաները Ռաքելյան թե Մելքոմյան Ռաքելյան արված պաշտպանների իրենց վրա վերցրին արվածը եւս մեկ արվածի փորձ պաշտպանները հեռացրին գնդակը Էզելի ցարքին գնդակը Բրազիլիայի ֆուտբոլիստները եւ խախտեցին կանոնները այսպես դեղին Արություն Մելքոնյանին Ինչն այստեղ ստիպեց մրցավարեն ստալ դեղինը ասել բայց լավ այլ դրվագն էլ թողենք անցյալում Արկել են գնդակը արդեն Ուելսի ֆուտբոլիստները եւ արաքակագրով են կատարում արված դարպասապահ փրկեց Ռաքելյանն իրացնելու ավարտվել է հիմնական ժամանակը բարձրից դարպասապահը հեռացրեց երկրորդ տեմպով Մելքոնյան արված շեղե Ուժեղ հարված առաջ Պաշտպանները հեռացրին գնդակը Առաքելյան գեղեցիկ էր երրորդին էլ շրջանցեց Եվ խախտեցին կանոնները Գյոլալյանը խախտեց Արագ խաղարկեցին Արությունյան եւ խաղարկեցի վերջում 2-1 է դառնում հանդիպման հաշիվը Այսպես գոլ հանդերձարան 2-1
Վերադառնում ենք, սիրելի ֆուտբոլասերներ։ Թունիքի մարզաբազա դիտելու մեգալիգայի Ուելս Բրազիլիա հանդիպման երկրորդ խաղակեսը Մելքոնյան արվածի փակեցին։ Եզրից Տիկնդակը Մելքոնյանը դեպի տուգանային հրապարակ հեռացրին Բրազիլիայի պաշտպանները։ Շատ արագ առաջ խաղակեսի մասին Բրազիլիայի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը, բայց շատ արագ հավասարեցրեց հանդիպման հաշիվը Ուելսի հավաքականը եւ խաղակեսի ամենավերջում մի փոքր կոնֆլիկտային է այդ դրվագը, այսինքն կարելի է եւ սուլել, չթողնել շարունակել, կարելի է եւ թողնել ըստ մրցավարի հայեցողությաններ այդ դրվագը խաղակեսի վերջում մագրովում է Ուելսի հավաքականը վտանգավոր է հարված եւս մեկ հարված անկյունային 11 մետրանոց է պահանջում Ուելսի հավաքականը գնում է դիտելու կար այստեղ 11 մետրանոց թե ոչ խաղակեսը Տեքնարկելուց շատ լավ հնարավորություն ունի Ուելսի հավաքականը հաշիվը դարձնելու 3-1 Վերադառնում է մրցավարը խաղադաշտ եւ տեսնենք ինչ է որոշել Ցույց է տալիս ոչինչ չկար կլինի անկյունային մրցավարի ձեռքով չէր խաղացել Բրազիլիայի պաշտպանը Արությունյանը թողեց Մելքոնյանին Մելքոնյան բարձրից Հեռացրին պաշտպանները Եվ արագ կարող ենք տեսնել Բրազիլիայի կատարման Լավ պակոցին Լեջ գնդակը Բրազիլիան նորից հերվից հարված Մաշանին գնդակը Լեջ նորից Բրազիլիան բացվեց մեզ մոտ հանդիպումը Հարված Նորից Թովմասյանը հեռացրեց Եզրից Նետի գնդակը Բրազիլիան Հովանեսյան Առաջ Հովանեսյանը Եվ հեռացրեցին պաշտպանները սանկմամբ խլեցին Մելքոնյան Մեկը պումով գերազանց փոխանցում էր դեպի Արությունյանը, բայց փակեցին նորից Բրազիլիայի պաշտպանները Բացվել է հանդիպումը մեզ մոտ, ձախ թե որ Բրազիլիան շարժվում է առաջ Եվ փոխանցումը չստացվեց Մաշյան Արագ նետեց գնդակը խաղի մեջ, առանց կենտրոնի նորից հանդիպում ենք դիտում Բաց ֆուտբոլի ենք ականատես լինում, Հովանեսյանը խլեց, ինքն էլ շարժվում է առաջ 3-1-ի դիմաց Եվ այստեղ գերազանց պաշտպանվեց ուղղակի Բրազիլիայի
Լեայի դեմ Ուելսի պաշտպանը Եվ անկյունային կիրացնի Բրազիլիան Արված բարձր է Հարված առաջ Բրազիլիայի պաշտպանները հեռացրին Եզրից գնդակը Ուելսինն է Մելքոնյան արված շեղը Շարժում են առաջ բրազիլացիք ծաղթևով Երազանց էր վերջի վարկանին Մելքոնյանը հեռացրեց գնդակը Եզրից բրազիլացիներինն է գնդակը Եվս մեկ Ուգանային Բրազիլիայի կողմից Հացրից խարկում է գնդակը Բրազիլիան Եղեցիկ էր Եվ սա անկումը ֆանտաստիկ է Սարգսյանի Մելքոնյան Հարությունյանը ձերբազատվեց պաշտպանի վերահսկողությունից, բայց վերջի վարկանին նորից Սա անկումն է օգնության ասում Բրազիլիային Հովանեսյան Եվ դարպասապա հեռացրեց Ետ եկած գնդակը բրազիլացիներինն է Կով ռիշկային էր, բայց արդարացված այս փոխանցումը Կորցրեցին երկու թմերն էլ գնդակը արագ հակագրող շատ վտանգավոր է գրավել է պետք Դե արված 3-1 Դուբլի հեղինակ է դառնում Ուելսի 99 համարը Դասական հակագրող Եվ հանգիստ վերջաբան այս գրոյի Ուելսի հավաքականի կողմից երրորդն է հայտնվում Բրազիլիայի դարպասում Իհարկե պետք էր այսպիսի ֆուտբոլ ընտրի Բրազիլիան, քանի որ գնդակ է պետք է հեղինակել մեկի փոխարեն արդեն երկու Հավաքականն է գրոհում այս հարվածը իրենց վտանգ չեր ապահովում Եվ չեր էլ ներկայացնում Անցնում խաղարկում է գնդակը Բրազիլիայի հավաքականը Շատ վտանգավոր էր Հանգիստ Հակոբյանը գործեց այս դրվագում Հեռացրեց գնդակը
Կար, ոչ կանոնների խախտում այստեղ։ Բրազիլիայի հավաքականն է գրոհում, պաշտպանությունից դուրս եկան Բրազիլիայի տղաները։ Տուգանային նորից բրազիլացի կկատարեն Էրվիցորվոց Տանգավոր էր Գրում է Ուելսի հավաքականը, բարձրից փոխանցում, դարպասապահ Բրոնսկները վերացրեց գնդակը։ Բրազիլիան հավաքակագրոյի կարողացավ դուրս գալ։ Գերազանց շրջվեց այստեղ, բայց նորից վերջի պաշտպանի պարտականությունները Հակոբյանը շատ լավ կատարեց։ Բրազիլիան է գրոհում, Էրվից հարված, Ուելսի հավաքականն է կենտրոնով շարժում առաջ, գերազանց փոխանցում, կարվածը շեղը։ Հարված առաջ, պաշտպանները տեղում էին։ Ինչ չկար այստեղ։ Եվ այստեղ նորից գնդակի պայքարի վերջո գնդակը բրազիլացիներին անկնային իրացնեն։ Փանյանն է իրացնելու Եվ հեռացրին նորից պաշտպանները գնդակ Հովանեսյան։ Հարված պաշտպանը իր վրա վերցրեց այս հարվածը։ Փանյան։ Բայց խաղանկերոջը գնդակը կորցրեցին բրազիլացիները և եզրից Ուելսի հավաքականը նետի գնդակը։ Վտանգավոր է Մելքոնյան։ Չկա այստեղ ոչինչ մրցավարի, շարունակել է պետք։
Եվ այստեղ երկար մտածեց Բրազիլիայի 10 համարը Արությունյանը խլեց գնդակը վնասվածք է ստացել Ուելսի ֆուտբոլիստը, բայց Ուելսի հավաքականն է գնդակով շատ հանգիստ խաղարկում են գնդակը պաշտպանությունում Եղել է արժանց էր տեսնենք հարված ոչ դեռ չկա հարված Հոլյան և դեպի դարպասապատով մաշտան այսպես տողված են Բրազիլիայի ֆուտբոլիստները հաղթում Խանյան Երվից հարվածի փորձ պաշտպանները հեռացրին Արությունյան բարձրից հարված դարպասապահ փրկեց Նեն իրացված է կորված է և գնդակը դարպասում է 4-1 Գեղեցիկ էր այս ամենը չորրորդն է հայտնվում Բրազիլիայի հավաքականի դարպասում Հինգ րոպե հանդիպման ավարտը Թովմասյան Հավաքականն է խաղարկում գնդակը կենտրոնով շարժվում են առաջ Ձախտև Մելքոնյանը ազատ է շատ գեղեցիկ էր մտածված այստեղ բայց գնդակը լեցավ հայտնվի ևս մեկ անգամ Բրազիլիայի դարպասում քանի որ հարված էլ չտեսանք այստեղ Եզրից Ուելսի հավաքականն է նետելու գնդակը ապելու տեղ չունեն, այո հաղթում են 3-0 հաշվով ներողություն 3 գնդակի տարբերությամբ 4-1 է հաշիվը
Մաշյան, ձերքով կարող է վերցնել և վերցնում է նորից գնդակը։ Մաշյան դեպի Բրազիլիայի տուգանային հրապարակ, պայքարեցին ուելսցիները և գեղեցիկ էր մտածված ամեն ինչ։ Ուելսի տղաներն են գնդակով։ Եզրից բրազիլացիք նետեցին և ուղղակի հեռացնում են գնդակը, կհասնի այստեղ, ոչ, չհասավ գնդակին, Բրազիլիայի ֆուտբոլիստը արված դարպասից, հանգիստ նորից պաշտպանությունում խաղարկում է գնդակը, հեռվից հարված, չեղ է, բարձր, համարդին է մոտենում հանդիպումը, վերջին րոպեն է մեկնարկում, 4-1, Ուելսի հավաքականը հաղթում է Բրազիլիայի հավաքականին, Պաշտպանները նորից լավ գործեցին, այստեղ Թովմասյանը հասնում է գնդակին, ռիսկային էր, բայց մնացին գնդակով ուելսցիները Առաքելյան, շատ լավ էր, դե գրավել է պետք, ցանցում է գնդակը, 5-1 է դառնում հանդիպման հաշիվը, և վերջակետն է դնում այս հանդիպման, Ուելսի, 27 համարը, Ստեփան Հարությունյանը, դուբլի հեղինակ է դառնում, այ քեզ հանդիպում, ով էր սպասում այսպիսի հաշվով հանդիպման, ոչ ոք, ևս մեկ գերո, հարված առաջ, այստեղ միմիայն Ուելսի պաշտպաններն են, որոնք շատ հանգիստ խաղարկում են գնդակը, և տուգանային, նորից Ուելսի հավաքականը, պաշտպանները հեռացրին գնդակը, և այստեղ նորից գերազանց պաշտպանվեցին Ուելսի պաշտպանները, գեղեցիկ էր,
Առաքելյան Մելքոնյան դե գրավել է պետք 6-րդն է հայտնվում դարպասում Էտրիկի հեղինակ է դառնում Ուելսի 27 համար Հարությունյանը Եվ այսպես Ավարտվում է հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ շնորհակալություն այս հանդիպումը ինձ հետ դիտելու համար խաղը ձեզ համար մեկնաբանեց Վարշան Պետրոսյանը կհանդիպենք մեգալիգայի եթերում հաջողություն